Ողջույն, մենք այսօր կշարունակենք խոսել մասոնների մասին։ 18-րդ դարը մասոնության վերելքի շրջան էր։ Ինչու՞։ Ինչ էր կատարվում 18-րդ դարի Եվրոպայում։ Սկսվել էր լուսավորության դարաշրջանը, երբ մարդու միտքը եւ գիտակցությունը, որը մինչ այդ միջնադարում հիմնականում գտնվել էին եկեղեցու ազդեցության տակ, այդ միտքը եւ գիտակցությունը սկսում են այդ ազդեցությունից ազատվել։ Մարդիկ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել գիտությանը, իսկ փիլիսոփաների գործերը սկսեցին քննարկել, մտածել մարդու իրավունքների ու արժանապատվության մասին։ Եվ այդ հասարակական զարգացումները համընկան մասոնների գաղափարախոսության հետ։ 18-րդ դարում մասոն լինելը պատվաբեր էր, եւ ոչ ոքի մտքով չէր անցնում թաքցնել իր մասոն լինելը։ Հակառակը, դա հպարտության առիթ էր։ Սակայն այստեղ մետաքրքիր բան է տեղի ունենում։ Դա նույն 18-րդ դարի վերջում իրավիճակը փոխվում է ու լուսավորությունը, որը մասոներին որոշ իմաստով պոպուլյար դարձրեց, բերում է իր հերթին ֆրանսիական հեղափոխությանը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո մասոները բախվում են մեծ խնդիրների հետ։ Բայց դրա մասին մի քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ կխոսենք նրա մասին, թե խի մասոներին չսիրեցին եւ ինչպես առհասարակ իրանց շուրջ ստեղծվեցին այդքան շատ սուտ պատմություններ։ Կա մի քանի հիմնական պատճառ։ Նախ մասոները միշտ եղել են փակ խումբ։ Ի տարբերություն այլ խմբերի, շարժումների կամ նույնիսկ կրոնների, նրանք երբեք չեն ձգտել մեծ քանակով հետևորդ ունենալ եւ հոգիների որսով չեն զբաղվել։ Մասոների համար միշտ կարևոր է եղել որակը, ոչ թե քանակը։ Եվ պատկերացրեք, որ դուք ինչ-որ բան եք լսել մասոնների մասին, գիտեք, որ նրանք բարբերաբար հավաքվում են, բայց կներեք, դուք չէ։ Իհարկե դուք չէ, ձեր չսիրած հարևանը։ Ինչ-որ բան է լսել մասոնների մասին, գիտի, որ մասոնները բարբերաբար հավաքվում են, գիտի, որ միգուցե դուք եք այդ հավաքներին մասնակցում ու դուք օրինակ քաղաքի լավագույն բժիշկներից եք։ Բայց չգիտես թե ինչու իրեն երբեք մասոնները այդ հավաքներին չեն հրավիրում։ Եվ ձեր չսիրած հարևանի ընկերն էլ երբեք այդ հավաքներին հրավիրված չի, բայց նա էլ ինչ որ բաներ է լսել մասոնական հավաքների մասին։ Իսկ տեղեկություն առհասարակ չկա։ Հասկանում եք, մասոնները իրենց մասին ոչինչ չեն պատմում։ Եվ դա ինչին է բերում։ Բերում է նրան, որ ձեր չսիրած հարևանը այն վակուումը, որ տեղեկատվական վակուումը, որը կա, սկսում է լցնել իր հնարածին մտքերով։ Եվ նա իհարկե եզրակացնում է, որ այդ հավաքներին ինչ-որ սատանիստական բաներ են տեղի ունենում, այլապես իրեն անպայման հրավիրած կլինեին։ Իրականում մասոնները շատ լավ օրինակ են, թե ինչքան կարևոր է ցանկացած կազմակերպության համար ունենալ հասարակության հետ կապերի բաժին, քանի որ եթե դու փակ ես, բայց տաքրություն ես առաջացնում ու ինքդ քո մասին տեղեկություն չես տրամադրում, մարդկանց այլ ելք չի մնում, քան սկսել այդ տեղեկության պակասը լրացնել իրենց հնարածով, ինչպես արդեն ասեցի։ Իսկ հետո եկավ ֆրանսիական հեղափոխությունը, որը շատ դաժան էր ու չափազանց արյունալի ու մեծ ցնցում էր թե ֆրանսիացիների եւ թե մնացած Եվրոպայի համար։ Եվ ինչպես հաճախ է պատահում, մարդկանց մոտ բնական ցանկություն է առաջանում բացատրել այն, ինչ կատարվեց, քանի որ բացատրված իրականությունից մենք ավելի քիչ ենք վախենում։ Եվ այստեղ ասպարեզ դուրս է գալիս Օգյուստ Բորուել անունով վանահայր։ Նա մի շարք գործեր է գրում, փորձելով բացատրել ֆրանսիական հեղափոխությունը, բայց փոխանակ գրի հասարակության խավերի միջև անունտի մասին, քաղաքական ճգնաժամի կամ եկեղեցու սպասավորների կաշառակերության մասին ու առհասարակ եկեղեցու հոգևոր առաջնորդի դերը կորցնելու մասին, Բորուելը հին ավանդույթի համաձայն որոշում է ամեն ինչի մեջ մեղադրել հրեաներին։ Իդեպ հրեաները ոչ մի դեր չեն խաղացել ֆրանսիական հեղափոխության մեջ, բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ կխոսենք։ 18-րդ դարի վերջում, սակայն, հաշվի առնելով արդեն գրագետ մարդկանց թիվը, միայն հրեաներին մեղադրելը արդեն բավարար չէր։ Մարդիկ չէին հավատա, Բորուելը դա լավ հասկանում էր եւ որոշեց հրեաներին ավելացնել մասոններին եւ պատմության մեջ առաջին անգամ օգտագործվեց հրեամասոնական
դավադրություն բառակապակցությունը։ Այո, այդ հրեամասոնական դավադրություն բառակապակցությունը հստակ հեղինակ ունի։ Այդ դավադրության գաղափարը բավական շուտ տարածում ստացավ Եվրոպայում, այդ թվում նաև կաթոլիկ հեղինակների օգնությամբ։ Աբբատ Բորուելի գործերը մոտավորապես 120 տարի անց նորից ջրի երես հանեց մեկ այլ պրոպագանդիստ Գեբելսը, օգտագործելով արդեն նացիստական պրոպագանդայի համար։ Բայց վերադառնանք 18-րդ դար։ Այստեղ կարևոր է նաև հասկանալ, որ ֆրանսիական հեղափոխությունը նույնիսկ առանց վանահայ Բորուելի ջանքերի շատ վախեցրել էր թագավորական մյուս տներին։ Ու հիմա պատկերացրեք, դուք երկրի թագավոր եք։ Ձեր կողքին կամ ոչ այնքան հեռու գտնվող երկրի թագավորին իր ընտանիքի հետ միասին գլխատեցին։ Իսկ երկիրը հեղեղվել է արյունով։ Դրա հետ մեկտեղ անհասկանալի շշուկներ են պտտվում մասոների մասին, իսկ դուք գիտեք, որ ձեր երկրում էլ մասոներ կան, ու ավելին, դուք մի օր իմանում եք, որ ձեր որդին, որը մի օր պիտի թագավոր դառնա եւ գահը ժառանգի, նույնպես մասոնական օթյակի անդամ է, ու դուք սկսում եք անհանգստանալ։ Ձեզ պարզ չէ, թե ինչ է խոսվում իրենց հավաքներին, իրենք ինչ պլաններ են կազմում, դուք չգիտեք նրանք ձեր թագաժառանգի վրա ինչ ազդեցություն են ունենում, միգուցե փորձարկումներ են անում, եւ դուք որոշում եք շարից փորձակից հեռու պարզապես բոլոր մասոնական օթյակները փակել։ Դա օրինակ տեղի ունեցավ ռուսական կայսրությունում, երբ Եկատերինա II-ը իմացավ, որ իր տղան ապագա Պողոս առաջինը մասոնական օթյակի անդամ է դարձել եւ մասոներին սկսեցին հետապնդել։ Իսկ Ալեքսանդր առաջինը իր կյանքի վերջին տարիներին, երբ շատ հավատացյալ էր դարձել, մասոնական օթյակները պարզապես արգելեց։ Ու տեսեք, երբ շատերը Եվրոպայում անտեսելով ֆրանսիական հեղափոխության իրական պատճառները պարզապես մեղադրում էին մասոններին, ես հիշում եմ, թե մեզ մոտ ժամանակին ոնց էին հաճախ անտեսելով իրականությունը ամեն ինչում մեղադրում Սորոսին, օրինակ։ Ինչևէ, երբ վերլուծում ենք մասոնների պատմությունը 18-րդ դարից սկսած, ապա շատ հստակ մի բան է պարզ դառնում։ Բոլորն այն կառավարությունները, որոնք չեն հանդուրժել ուրիշ կարծիք եւ եղել են տոտալիտար, հետապնդել են կամ արգելել են մասոներին, ինչպես եւ ցանկացած այլ մարդկանց ու խմբեր, ովքեր անկախ դատողություն ունեին։ Սովետական միությունում եւ Լիբիայում Քադաֆիի ժամանակ մասոները նույնպես արգելված։ Հիտլերը օրինակ հրամայել էր սպանել մասոներին, իսկ կաթոլիկ եկեղեցին մինչ օրս արգելում է մասոներին դառնալ իր անդամ։ Մի խոսքով պիտի կողմնորոշվեք, կամ կաթոլիկ եք, կամ մասոն։ Ինչպիսին են մեր ժամանակակից մասոնները։ Երբ ես ասացի, որ նրանք շպիոն օնիկին գրեթե չեն զիջում, դա այդքան էլ կատակ չէր։ Այսօր աշխարհում կա մոտ 30,000 մասոնական օթյակ եւ 5 միլիոնից ավել մասոն։ Իրենց մասին գրված են տասնյակ հազարավոր գիտական գործեր։ Գրականության մեջ վաղուց նկարագրված են մասոների բոլոր ծիսակարգերը։ Որոշ մասոնական օթյակներ ունեն իրենց վեբկայքը, ինչպես օրինակ Անգլիայի մասոների մեծ օթյակը։ Մի խոսքով մասոները ոնց որ թե դաս քաղեցին իրենց պատմությունից ու հասկացան, որ շատ փակ ու գաղտնապահ լինելը իր դժվար հետևանքներն ունի ու այսօր բավական բաց խումբ են։ Իսկ ամենավերջում ես ուզում եմ պատմեմ մասոնների հետ կապված իմ ամենասիրած պատմություններից մեկը։ Վերադառնանք կրկին 18-րդ դար։ 18-րդ դարի ամենասկիզբը, երբ մասոնությունը դեռ այնքան էլ տարածված չէր։ Պետրոս առաջինը եկել էր իշխանության եւ նպատակ ուներ իրականացնել մեծ ռեֆորմներ։ Իր ամենամոտ համախոհներից էր Ջեյքոբ Բրյուսը, ով ծագումով շոտլանդացի էր, բայց ծնվել եւ մեծացել էր Մոսկվայում։ Բրյուսը շատ տաղանդավոր գիտնական էր։ Որ հասկանանք այդ մարդու մասշտաբը, ասեմ, որ նա Ռուսաստանից առաջին գիտնականն էր, ով նամակագրություն է ունեցել Եվրոպայի մեծ գիտնականների հետ, օրինակ Լեյբնիցի։ Պետրոս առաջինը ու Բրյուսը սկզբից մեկնեցին Ամստերդամ, իսկ հետո Անգլիա, հասկանալու թե ինչպես կառուցել նավատորմ, այդ ժամանակ Անգլիան ուներ աշխարհի լավագույն նավատորմը։ Անգլիայում Պետրոս առաջինը ու Բրյուսը հանդիպեցին բարձր հասարակության ներկայացուցիչներին, որոնցից մի քանիսը մասոն էին։ Բրյուսն իր էրուդիցիայով մեծապես տպավորեց մասոներին եւ որոշվեց նրան պաշտոնապես ներկայացնել Անգլիայի գլխավոր մասոնին, Լոնդոնի Սուրբ Պետրոս տաճարի ճարտարապետ սըր Քրիստոֆեր Ռենին։
Սակայն այդ ժամանակ ոչ օֆիցիալ գլխավոր մասոնը Ռեյնը չէր։ Կար մեկ այլ մարդ, ճգնավոր մականունով, եւ խոսքը Իսաակ Նյուտոնի մասին է։ Նա ապրում էր մեկուսացված կյանքով, ոչ մեկին չէր ընդունում, բայց Ռենը խնդրեց նրան եւ նա ընդունեց Բրյուսին։ Բրյուսը լավ տպավորություն թողեց նրա վրա ու պատմեց Պետրոս առաջինի պլանավորված բարեփոխումների մասին եւ Նյուտոնը ասաց, որ այո, դա հնարավոր է, բայց պետք է ամրացնել դրամը։ Եվ ահա թե ինչ արեց Նյուտոնը։ Պետրոս առաջինի համար թույլտվություն ստացավ այցելելու դրամահատարան եւ դա օգնեց Բրյուսին հասկանալու, թե ինչպես է Նյուտոնը նախկինում վերափոխել Անգլիայի ֆինանսական համակարգը։ Եվ այո, այստեղ պետք է նաեւ ասել, որ Նյուտոնը ոչ միայն հանճար ֆիզիկոս էր, այլ նա նաեւ մեծապես հեղինակել էր Անգլիայի ֆինանսական համակարգը։ Իդեպ Նյուտոնը մարդկության ամենամեծ հանճարներից մեկը լինելով ոչ իր ֆինանսական գործերն էր կարևոր համարում, ոչ ֆիզիկան։ Նա իր կյանքի ամենակարևոր գործը համարում էր Աստվածաշնչի իր վերլուծությունները։ Ինչու Նյուտոնը օգնեց Բրյուսին։ Ոչ այն պատճառով, որ նա ներկայացնում էր ռուսական թագավորին։ Նյուտոնը իրականում անգամ Անգլիայի թագավորի հանդեպ առանձնապես մեծ համակրանք չէր զգում, ուր մնաց հեռավոր երկրի թագավորին։ Չէ, նա օգնեց Բրյուսին, որովհետև նրանք գաղափարակից էին։ Նրանք գալիք բարեփոխումների համահեղինակ էին իրար համարում եւ երկուսն էլ գիտությունը վեր էին դասում ամեն ինչից ճանապարհ հարթացնելով առաջընթացի համար։ Բրյուսը մնաց Անգլիայում եւս մեկ տարի, գնաց եւ պատվիրեց ամեն ինչ նոր նավատորմի համար, միացավ այնտեղ մասոնական օթյակներից մեկին եւ Նյուտոնի ղեկավարության տակ գրեց մեկ գիտական աշխատանք։ Պատկերացնում եք, եթե ձեր գիտական աշխատանքի ղեկավարը լիներ Սեր Իսաակ Նյուտոնը։ Եվ այնուհետև Բրյուսը վերադարձավ Ռուսաստան, որտեղ Պետրոս առաջինը որոշել էր ճահճի վրա քաղաք կառուցել։ Շատերը սկզբում այդ գաղափարը անհավանական համարեցին, բայց այդ քաղաքը կանգուն է առ այսօր, խոսքը Սանկտ Պետերբուրգի մասին է։ Եվ ահա նրա կենտրոնական մասերից մեկի քարտեզը։ Այստեղ դուք կարող եք տեսնել մեկ այլ հայտնի մասոնական խորհրդանիշ՝ շողացող դելտան։ Այն ի թիվս այլ իմաստների ունի նաև Աստծո օրհնությունը հսկայական ձեռնարկումների համար իմաստը։ Նույն խորհրդանիշն օգտագործվել է նաև Միացյալ Նահանգների թղթադրամի վրա եւ այստեղ եւս դավադրություն չկա։ Պարզապես Ամերիկայի հիմնադիրներից Ջեֆերսոնը ու Վաշինգտոնը մասոներ են եղել եւ երբեք դա չեն թաքցրել։ Մասոները ընդհանուր արժեքներ կիսող մարդկանց խումբ են։ Իսկ մարդկանց առհասարակ բնորոշ է միավորվել ու կազմել խմբեր։ Մասոները իրանց խումբը կազմել են գիտության եւ պրոգրեսին հավատալու գաղափարի շուրջ, համատեղելով դա հավատի հետ։ Ու ես կարծում եմ, որ այդ ամենավատ բանը չի, ինչի շուրջ կարելի է համախմբվել։ Մինչ նոր հանդիպումներ։